Նոյեմբերի 7-ին տեղի ունեցել հաշվետու արդյունավետ եւ գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ներքին գործերի նախարարության ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ԵՀԿ քարտուղարության հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Շոն Դեկալուվը, ներքին գործերի նախարարության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ծրագրի մեկնարկը վկայում է երկկողմ ջանքերի գնահատման եւ նախորդ նախաձեռնության դրական արդյունքների մասին։ Ըստ նախարար Սարգսյանի, ծրագիրը կարևոր ներդրում է ունենալու նաեւ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի համատեքստում։ Արփինե Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև փրկարար ծառայության եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը, ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։ Կարևորվել է նաև փրկարար ծառայության կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերումը, աղետներին առաջինը արձագանքողների ինստիտուտի հիմնադրումն ու շարունակական զարգացումը, ապահովելով նրանց անհրաժեշտ վերապատրաստումները, իրական ժամանակում աղետների ռիսկի կանխատեսման եւ կառավարման 3D մոդելավորմամբ Եվրոպական միությունում կիրառվող գործիքի ներդրումը։ Արփինե Սարգսյանի խոսքով ներքին գործերի նախարարության համակարգային բարեփոխումների շրջանակներում ուղենիշային արդյունքներ են գրանցվել եւ բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, որոնք մինչ այդ տեսանելի չէին։ Նախարարը շեշտել է, որ ծրագիրը կենտրոնանում է առավելապես քրեական եւ համայնքային ոստիկանությունների կարողությունների զարգացման վրա։ Նա հանցավորության կանխարգելման տեսանկյունից կարևորել է ինտելեկտի վրա հենված օպերատիվ աշխատանքի մեթոդաբանությունը, իսկ համայնքային ոստիկանության դեպքում համայնքամետ ծառայության իրականացումը, համայնքի հետ շփման տարբեր մեթոդների գործիքների նախատեսումը։ Ծրագրի թիրախային ուղղություններից Արփինե Սարգսյանը կարևորել է նաև ծառայողներին հոգեբանական աջակցության տրամադրումը, ինչը հնարավորություն կտա նրանց հոգեբանական առողջ պատկերով շարունակել իրենց առջև դրված խնդիրների իրականացումը։ Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը շարունակելու ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումները թե ինստիտուցիոնալ կերպով, թե գործնական կերպով եւ թե նաեւ կարողությունների զարգացման, հմտությունների կատարելագործման կերպով։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում կարևորել է համատեղ ծավալուն աշխատանքն ու քաղաքացիակենտրոն մոտեցումները, նշելով, որ դրանք նպաստում են բարեփոխումների արդյունավետ իրականացմանը եւ կարիքների առաջնահերթ հաշվառմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ներքին գործերի նախարարին եւ նախարարության ողջ թիմին նվիրումի եւ գործընկերների կարիքներին հաղորդ լինելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը, կիրառելով եվրոպական լավագույն փորձը եւ անհրաժեշտ գործիքակազմը։ Համատեղ հավակնություններին, թիրախային ուղղություններով աշխատանքին եւ արդյունավետ գործընկերությանն է անդրադարձել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Ծրագրի անվանումը պատահական չէ, այն խորհրդանշում է պաշտպանական վահան, ինչպես պատահական չեն նաև այն նպատակները, որոնք ծրագրի հիմքում են՝ մարդկանց իրավունքները պաշտպանելու եւ իրավունքների գերակայությունն ապահովելու համար հաշվետու եւ կայուն ինստիտուտների ստեղծում, կարողությունների ամրապնդում։ Ներքին գործերի նախարարության կառուցողական օրակարգը բարձր է գնահատել ԵՀԿ քարտուղարության հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Շոն Դեկալուվը։ Այս ծրագրի շրջանակներում ԵՀԿ-ի աշխատանքն ուղղված կլինի նախարարությունում առավել հաշվետու եւ արդյունավետ ներքին կառավարման պայմաններ ստեղծելուն, միտված ոստիկանության կողմից արձագանքող ծառայություն մատուցելուն, որը սերտորեն համագործակցում է հանրության հետ։ Միջոցառման մասնակիցներն ամփոփել են բարեփոխումների նախորդ փուլերում կատարված աշխատանքներն ու ներկայացրել ծրագրի հիմնական ուղղություններով որդեգրած մոտեցումները։ Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշված են ծրագրում, քննարկվել են բազմաթիվ անգամ մեր գործընկերների հետ եւ մենք փորձել ենք գտնել այն լավագույն լուծումները եւ ուղղությունները, որոնք համահունչ են այսօրվա բարեփոխումների գործընթացին։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության բարեփոխումների նոր առաջնահերթությունների եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությամբ են կիսվել ներքին գործերի նախարարության, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի տեղակալներ Վահե Ենոքյանն ու Մերուժան Խաչատրյանը, ոստիկանության անվտանգության եւ հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանն ու Հայաստանում ԵԱՀԿ ծրագրի ազգային համակարգող Դինա Անանյանը ներկայացրել են ծրագրի տեսլականը, հիմնական ռազմավարական ուղղություններն ու ակնկալվող գործողությունները։
ծրագրերը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԵԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Շուրջ 5 միլիոն եվրոյի ներդրումը կուղղվի ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում եվրոպական եւ միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձին համապատասխան արդյունավետ եւ հաշվետու կառուցակարգեր ապահովելուն։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում։ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով։ Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում։ Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին։ Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը եւ որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաեւ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց։ Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին եւ դատախազությանը։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլտվության ժամկետը, Կոտայքի մարզի արձական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի Սուլիձոր տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը։ Ըստ նախնական տվյալների, ապօրինի արդյունահանել են 1500 խորանարդ մետր մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ 24 միլիոն դրամով իրացրել։ Արդյունքում պետության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է։ Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նոյեմբերի 3-ից 10-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5425 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 173 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ 207 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 227 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համանիշ հետ կապված 26, կեղծ հաշվառման համանիշով երթևեկող 1, ժամանակապված վարելու 890, առանց մանկական նստատեղի քարսիթի 8, վարելու ընթացքում ծխելու 412, վարելիս հեռախոսից օգտվելու 275, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 97 եւ 1688 այլ իրավախախտում, 149 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի 229 տեխնիկական զննություն չանցած, 84-ը լուսարձակների անսարքությամբ, 100-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 96 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13620 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 264 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 446, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 44, ժամանակապված վարելու 3179, առանց մանկական նստատեղի քարսիթի 167, վարելու ընթացքում ծխելու 516, վարելիս հեռախոսից օգտվելու 612, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 66, արագության գերազանցման 2540 եւ 3290 այլ իրավախախտում, 415 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1038-ը տեխնիկական զննություն չանցած, 814-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 33 բեռնատար, 164-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 42 անձ։